Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հիմա մենք գտնվում ենք գլխավոր դատախազության դիմաց, որտեղ հավաքվել են զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, բողոքում են Արսեն Ղուկասյանի ապօրինի կալանքի դեմ, դա համարում են պատիժ, անհամաչափ վերաբերմունք իրավապահ համակարգի կողմից Արսեն Ղազարյանի գործողությունների հետ կապված Մայր Հայաստանը կուսակցությունը ակտիվով գտնվում է այստեղ, կանգնած է արդարացնողների եւ հարազատների արդարացի պահանջի կողքին, աջակցում է այդ պահանջին։ Բացի դրանից խնդիրը ոչ միայն Արսեն Ղուկասյանն է, այլ նաեւ բազմաթիվ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմից կալանավորված, ձերբակալված, բանտարկված են քաղաքական հայացքների համար, իրենց տեսակետների համար եւ քանի գնում է Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված ժողովրդավարական բաստիոնը, որը իհարկե ժողովրդավարական բաստիոն չի, դա դարձել է բռնապետական կոնցլագեր եւ իրավապահ համակարգը ամբողջությամբ աշխատում է միայն մի ուղղությամբ, դա ոչ թե երկրում օրինականություն, կարգ ու կանոն հաստատելն է, այլ ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանության հարատևությունը, իշխանության համար է աշխատում Նիկոլ Փաշինյանի, դրա համար էլ մենք ունենք բանտարկված եպիսկոպոսներ, ակտիվիստներ, զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներ, այս իրավիճակում հասարակությունը, հատկապես իրենք, ընդհանուր հասարակություն, ոչ միայն ես ասում եմ քաղաքական ակտիվը, հասարակական ակտիվ, այլ հենց հասարակությունը իր բողոքի ձայնը պետք է բարձրացնի այս ապօրինությունների դեմ, ապօրինի ձերբակալությունների, ապօրինի կալանավորումների, որովհետև որևէ մեկը ապահովագրված չէ, որ որոշակի ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը չի մտնի իրենց տները, եթե իրենք որոշեն, ասենք, իշխանության տեսակետին հակադրվող կարծիք ասել, մի քիչ այդ կարծիքը պաշտպանել, մի քիչ ավելի կոշտ ասեն այդ կարծիքը, հատկապես ընտրություններից առաջ, մենք իրոք կարող ենք կանգնել փաստի առաջ, որ այս պետական մեքենան, որը դարձել է գեստապո, քաղաքական ոստիկանություն, մարդկանց արդեն բանտարկում դատում են քաղաքական հայացքների համար, ընդդիմադիր հայացքների համար եւ մենք պետք է դադարեցնենք, ուղղակի կանգնեցնենք հասարակական քաղաքական ճնշման միջոցով կանգնեցնենք այս ոստիկանական մեքենան, որը հասարակությանը խժռում է ներսից եւ այն բանը, որ ասում էին Հայաստանում խոսքի ազատություն, դեմոկրատիա, մարդու իրավունքների պաշտպանություն, իրականության մեջ որևէ կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Իրականության մեջ մենք գլորվում ենք այլանդակ ավտորիտարիզմ իր բոլոր այլանդակ դրսևորումներով։ Մայր Հայաստան կուսակցությունը կանգնած է այն մարդկանց կողքին, ովքեր անարդարացի դատապարտված են, անարդարացի նաև այն առումով, որ քաղաքական տեսակետություն են հայտնել, ընդդիմադիր հակադրվել են իշխանությունների հետ, բայց իրենց հայացքների, իրենց կարծիքի համար իրենք դատապարտված են, կալանավորված են եւ մենք կանգնած ենք նաեւ երկրում օրինական իրավիճակ ստեղծելու, երկրում կարգ ու կանոն ստեղծելու սկզբունքների կողքին եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկրում վերականգնվի արդարադատությունը, իրավունքի ուժը, եւ մենք տեսնում ենք, ինչ է կատարվում, ասենք ամեն օր սպանություններ, ամեն օր կոնֆլիկտներ, բռնության միջոցով ճանապարհներին հսկայական թվով մարդիկ են մահանում, այ իրավապահ համակարգը փոխանակ երկրի ներքին անվտանգության մասին մտածում է, թե ինչ անի, որպեսզի, ասենք, հասարակության ազատ խոսք չհնչի, քննադատություն չհնչի իշխանությունների նկատմամբ, սրան պետք է վերջ տալ, այլ տարբերակ չկա։